Հետ հանդիպել եք հակառակ մարդկանց, ովքեր ամեն ինչում հակառակ են, հակաճառում են, բայց արդյոք կա կյանքում իրավիճակ, երբ որ հակառակվելու դեպքում կարող ես հաջողվել։ Եկեք խոսենք դրա մասին։ Ողջույն, ես Մայիս Կարիբյանն եմ։ Շնորհակալություն բոլորից հետ, որ հետևում եք իմ վիդեոներին։ Այսօր խոսալու եմ մի թեմա, որ մանավանդ մեր հայերի մեջ, մեր ազգի մեջ շատ հստակ երևում է այդ բնավորության գիծը, եւ այն է հակառակություն, հակառակվող, հակառակ լինել։ Շատ անգամ տեսնում ենք այդ հակառակ լինելը խանգարում է շատ մարդկանց։ Բայց արդյոք կա պահեր, երբ որ հակառակ լինելու դեպքում դու կարող ես ավելի հաջողվել։ Այսօրվա թեման դրա մասին է։ Ես եկել եմ եւ պարզաբանել եմ մի բան, այո, հակառակ լինելով դու կարող ես հաջողվել։ Իհարկե խոսքը գնում է ճիշտ հակառակության մասին։ Ուզում եմ վիդեո սկսել Աստվածաշնչից բերելով մի քանի խոսքեր։ Գիտես, Աստվածաշնչում շատ անգամներ նշում է հակառակը, այն ինչ մենք ենք սովորել մեր կյանքում։ Օրինակ, Աստված ասում է ների՛ր, եւ շատ մարդիկ ասում են մի ների՛ր, եթե մեկը քեզ նեղացրել է։ Աստված ասում է օգնիր։ Շատ մարդիկ ասում են, եթե օգնես, չգիտեմ, երես կառնի, էս կանի, չէ, ամեն ինչ տեսնում ես շատ անգամ Աստված հակառակն է ասում, ինչ մենք սովորում ենք մեր կյանքերում կամ այս աշխարհից։ Այդ հակառակության մասին եմ ես ուզում խոսալ այսօր։ Եթե դու կարողանաս անել հակառակը 90+ մարդկանց, դու կհաջողվես։ Եվ ուզում եմ օրինակներ բերել։ Օրինակ, մարդկանց մեծ մասը չեն հետևում իրենց առողջությանը։ Եթե դու անես դրա հակառակը, հասարակ քայլեր, ինչպիսին են առավոտյան շուտ արթնանալ, քայլել, մարզվել, եւ շատ անգամ ինձի հարցրել են այդ մասին, եւ երբ որ այդ թեման խոսացել եմ մանավանդ ուրիշ երկրներից, այս դեպքում Հայաստանից, ինձ մի քանի հոգի ասում են այստեղ գները շատ թանկ են մարզասրահների, ես ասեցի, գիտես ինչ, առավոտյան քայլելը վճարովի է, թե անվճար, եւ պատասխան չկար։ Այսինքն մարդու մտքին տեղ լինի։ Մյուսը, շատերը առանց մտածելու հաշվարկներ են անում, արա հակառակը, ինչ որ գնում ես, ինչ որ անում ես քո ֆինանսների մեջ, ունեցիր հաշվարկ։ Մյուս կետը կարող եմ ասել, շատերը չեն հետևում իրենց սննդակարգին, արա հակառակը, սկսիր նայել ինչ ես ուտում, երբ ես ուտում եւ որ չափ ես ուտում։ Շատերը մեկը մյուսին չեն օգնում, արա հակառակը, եղիր այն անհատը, այն լիդերը, որ օգնում է մյուսներին, որտեվ շատերը մտածում են, գիտես ինչ, եթե ես իրան օգնեմ իր գործի մեջ հաջողվի, նա նույն բիզնեսի մեջ է կգա եւ իմ բիզնեսը կխանգարի կամ իմ հաճախորդներին կգողանա։ Շատ թույլ մտածելակերպ։ Արա հակառակ օգնիր նրան բարձրանա։ Հիշում եմ տարիներ առաջ մի լավ ընկեր ունեի, Արշակ է անունը, ես իրան շատ հարգում եւ սիրում եմ, մի անգամ ասեց Մայիս, քեզ ցանկանում եմ ամենալավը լինես, հաջողված ու միլիոնատեր, մի անգամ ասեցի, ես հայետ ասում է, եթե մի օր կարիք ունենամ, գիտեմ կարաս օգնես։ Ինչ բարի ցանկություն։ Այսինքն այդ մարդը անում է հակառակը, ինչ մյուսներն են շատերին ցանկանում, որ չհաջողվի։ Ցանկացիր դիմացինդ հաջողվի։ Արա հակառակը։ Ուրիշ այդպիսի օրինակներ, շատերը անփույթ ծախսում են առանց իմաստության։ Արա հակառակը, ոչ թե ծախսիր, այլ խնայիր քո գումարները եւ ինվեստ արա, որպեսզի ունենաս մեծ հաջողություններ քո ֆինանսների մեջ, մանավանդ բարձր տարիքում։ Շատերը գնում են այնպիսի մեքենաներ, որի payment-ները այնքան բարձր է,
եւ առաջի 2-3 ամիսից հետո այդ ոգևորության stage-ը երբ որ անցնում ես եւ հասկանում ես ինչ սխալ էր դա, արդեն կներեք բառիս համար ճռալով 5 տարի այդ payment-ը պիտի տաս, արա հակառակը։ Մի գնիր $1500 payment-ի մեքենա, գնիր $500 եւ այդ $1000 խնայիր քո համար, քո երեխաների համար, եթե ունես, կամ քո ապագայի համար որպես retirement, արա հակառակը։ Շատերը երբ որ մի տեղ են գնում vacation-ի առանց մտածելու, առանց հաշվարկ անելու, առանց shop around անելու, թե ինչպիսի գներ կտա այս airline-ը կամ այս հոթելը, միանգամից գնում են։ Ընդամենը կես ժամ research անելով միգուցե դու կարող ես խնայել $1000, $2000 այս trip-ի ընթացքում, արա հակառակը։ Այս հակառակության մասին եմ ես խոսում։ Դրա համար այս վիդեոյի վերնագիրը դրել եմ արա հակառակը մարդկանց մեծամասնության ինչ որ իրանք են անում եւ դու կհաջողվես։ Ուզում եմ եւս մեկ անգամ շեշտել այս տեսակի հակառակության կամ հակառակ լինելու մասին եմ խոսում, ոչ թե սխալ հակառակության։ Իհարկե դրա սխալը այն է, եթե օրինակ ծնողը երեխուն խորհուրդ է տալի եւ նա հակառակ է լինում, ես դրա մասին չեմ խոսում։ Ես խոսում եմ առողջ հակառակ լինելու մասին։ Եվ եթե նայես քո կյանքում կտեսնես շատ բաներ կա, եթե դու անես մարդկանց հակառակը, դու կհաջողվես։ Եվ ես սովորել եմ, որ ամեն ինչի մեջ պետք է մարդ սովորի երկու կողմանի նայել։ Գիտես, ես լինելով ֆինանսական ինդուստրիայի մեջ, ֆինանսական բիզնեսի մեջ, երբ որ ես բացատրում եմ իմ հաճախորդներին, թե դա կլինի insurance սերվիսների մեջ կամ real estate-ի մեջ, եւ նրանք նայում են իրավիճակին մի տեսանկյունից, ես միշտ ասում եմ, գիտես ինչ, սրա հակառակ կողմն էլ պիտի նայես։ Եվ նույնն է կյանքում։ Ամեն իրավիճակում, այս դեպքում հակառակությանը նայիր երկու կողմանի։ Արդյոք դու այն վատ հակառակության դեպքում ճիշտ ես քեզ պահում եւ կարող ես հակառակ լինել այս իմ բացատրած տեսակի մեջ։ Հուսամ այս վիդեոն կօգնի շատերիդ թեստ անել ձեր հակառակության լավ ու վատ տեսակները եւ նայել տեսնել, թե ինչպես եք դուք հակառակվում կյանքին, մարդկանց եւ արդյոք ունեք այդ լավ հակառակ տեսակը ձեր մեջ։ Մայիս Կարիբյան, նայեք այս վիդեոները, տարածեք ձեր էջերում եւ եթե subscribe չեք արել իմ YouTube channel-ին, անպայման արեք։ Կհանդիպենք մյուս անգամ։ Ստեսություն։